Ես այսօր կպատմեմ իմ կարդացած գրքի մասին։ Ես կարդացել եմ Անագե Տոկուն զինվորիկ։ Մի անգամ մի աղջկա ծննդյան օրին նվիրեցին 25 հատ Անագե զինվորիկներ։ Նրանք անկրկնելի գեղեցիկ էին։ Նրանք կարմիր ու դեղին համազգեստներ թաքել, հրացաններ կայացներն արած։ Բայց զինվորիկներից մեկը տարբերվում էր մյուս զինվորիկներից, որովհետև նա մի ոտք չուներ, բայց միևնույն է նա շատ ձիգ կանգնած էր ուրիշ մյուս իր եղբայրներին։ Ժամը 12-ին փոքրիկ զինվորիկը տեսավ մի գեղեցիկ տեխնիկի և նա մտածում էր. «Ինձ լավ կլիներ, եթե ես այսպիսի գեղեցիկ ընկերուհի ունենամ»։ Այն ժամանակ կախորդատուփի բացվեց ելավ մի կանխար և ասավ ինքը գեր արժանիչն բայց միևնույն է զինվորիկը ձև էր թափում, որ ինքը ոչինչ չէր։ Երբ կանխարդը ասեց եթե առավոտը գա, դու կտեսնես քո հալը։ Առավոտ էր, զինվորիկը արթնացավ լուսապատուհանից և նա ցած ընկավ պատուհանից, որտեղ պատուհանը բացվել էր, բայց նա չգիտեր կախավ թե բաց է պատուհանը, թե քամի։ Նա երրորդ հարկից ցած ընկավ և ընկավ փողոցներում։ Եղբայրները տեսան և եկան իր որոնելու։ Նրանք չգտան նրան, բայց եթե զինվորիկը գոռար այստեղ են և այստեղ են, նրանք իսկապես իրեն նկատեին, բայց զինվորիկը ամոթ չէր, ինքը մտածում էր, որ ամոթ է սենց ամբողջ փողոցով բարձր գոռալը։ Ճամփին տեսան երկու փոքր տղաներ և վերցրին նրան և առաջարկին։ Արի թղթե նավակ պատրաստենք և նրան ջրով ճանապարհորդություն անենք։ Զինվորիկը ամբողջությամբ ջուր էր, որովհետև նա շատ երկար ճանապարհ անցել նավակով և արևները շատ արագ էին։ Բայց երբ որ նավակը ամբողջովին նետվեց ջուրը, նա մինչև գլուխը արդեն ծածկված էր ջրով և նա արդեն պատրաստվում էր իր մահի, բայց նրան ուր տվեց ձուկը։ Շատ մութ բայց նա արթնացավ միևնույն նույն տեղում, որտեղ նա տեսել էր խաղալիքներին, այդ գեղեցիկ տիկնիկին, և նա զարմացավ, թե ինչ էր եղել։ Պարզապես այսպես էր եղել։ Ձուկ էին բռնել, տարել էին շուկա և նրան արել էին այս ձուկը։ Գտելուց նրանք տեսան տեխնիկին և տարան դրին սեղան, երբ որ երեխեքը տեսան, նրանք այդ տեխնիկին բավարար։ Այդ ժամանակ կանխարդը այնպես արեց, որ այս գեղեցիկ աղջիկներ իր հետ գնաց վարարան և
Նա միայն նայում էր տիկնիկին, բայց այդ աղջիկն է թռավ վարարան և նրանք երկուսով հալվեցին։